Ողջույն եւ բարի գալուստ առաջին հայալեզու մատնահարդարման YouTube-յան ալիք, որտեղ ես մեծ սիրով բացատրում եմ մատնահարդարման բոլոր գաղտնիքները։ Այսօր աշխատում ենք այս եղունգների հետ եւ նախկին աշխատանքը մոտավորապես 2 ամսվա է։ Ես երբևիցե չեմ խրախուսում, որ 2 ամիս կրեն եղունգները հաճախորդները, առավել եւս դրանից ավել, բայց այս նյութերը, ինչով որ ես աշխատել եմ, Nunail բրենդի նյութերն են։ Եթե դուք եք ցանկանում պատվիրել, ապա Instagram-ում գտեք Nunail brand, ինչպես նաեւ մենք կանք Wildberries-ում եւ Ozon-ում։ Կարող եք այնտեղ նույնպես գրել Nunail brand կամ Melkonian Holding եւ կբերի մեր ամբողջ ապրանքատեսականին։ Եթե ինչ-որ մի բան չեք գտնի, կարող եք գրել եւ մենք ձեզ մեծ սիրով կպատասխանենք։ Դե ինչ եկեք սկսենք մեր աշխատանքը։ Եվ ինչպես նաեւ պարտադիր ուզում եմ շեշտել, որ ձեր հաճախորդի օրգանիզմը չթունավորելու համար պարտադիր է օգտագործել ոչ տոքսիկ նյութեր։ Հանձինս Nunail brand-ի հենց դրանով էլ կարող եք սկսել։ Եթե սկսեք Nunail brand-ով աշխատել, դուք այլևս չեք դավաճանի այդ brand-ին, որովհետեւ նա էլ ձեզ չի դավաճանի եւ ձեր հաճախորդների եղունգների վրայից հեշտ դուրս չի գա, չի կոտրվի, չի փշրվի, չի խամրի եւ արդյունքում բնականաբար դուք էլ շատ կսիրեք մեր նյութերը։ Բայց նաև ես հիմա թողնելու եմ բոլոր արտիկուլները։ Ինչ նյութով ու գործիքով աշխատանք արեցի, թողնելու եմ արտիկուլը։ Այս պահին վերևում դուք տեսնում եք Wildberries-ում արտիկուլը կերամիկական ֆրեզայի Nunail brand-ի։ Տեսեք որքան հեշտ ու արագ է հեռացնում նախկին նյութը եւ քանի որ նախկին նյութը նաև Nunail brand-ի ամրեցման գելով էր կատարված, դրա համար հեռացնում եմ տոպի շերտը եւ մի փոքր էլ երանգից, բայց առհասարակ աշխատանքը, եթե տակը չկա դատարկ տարածություններ, բարակ շերտով մոտավորապես 20%-ի չափով թողնում եմ եղունգի վրա։ Եթե ամեն անգամ հեռացնենք այս նյութը մինչև բնական եղունգ, ապա շատ արագ ու հեշտ կվնասենք բնական եղունգները։ Հենց այս этаպում միանգամից կտրում եւ կարճացնում եմ եղունգները բոռապարատի օգնությամբ, բայց ոչ այնքան, ինչքան որ ուզում է հաճախորդը։ Մի փոքր ավելի երկար եմ թողնում, որովհետեւ հիմա համեմատած իմ նախորդ հոլովակի ես այս ցույց պետք է տամ, թե հիմա ինչ կերպով է աշխատանքը տարվում բնական կարճ քառակուսաձև եղունգների հետ։ Նախորդ հոլովակում դուք տեսաք իմ շատ վաղուց վիդեոներից մեկը, որը ես գտել էի իմ արխիվից եւ մոնտաժել էի, իսկ այսօր տեսնում եք իմ թարմ աշխատանքներից մեկը։ Սկսում եմ խարտել եղունգները։ Մի փոքր տալիս եմ ֆորման երկու կողմից մշակելով, ինչպես նաև չենք մոռանում մակերեսի մասին։ 100 գրիտով մշակում եմ եզրերը, 180 գրիտով մշակում եմ եղունգի մակերեսը։ Այնպես եմ խարտում, որ նոր աճած բնական եղունգի եւ մնացորդ նյութի մակերեսները սկսեն հավասարվել իրար եւ անցումը լինի շատ հարթ, աստիճանի պես չլինի։ Եզրերը դեռևս չեմ մշակում խարտոցի օգնությամբ, որովհետեւ ամենավերջում տոպով ծածկելուց հետո նոր խարտելու եմ եզրերը։ Նորաճած բնական եղունգի մակերեսի մշակելու process-ը պարտադիր է, քանի որ այնտեղ կա եղունգի բնական փայլ եւ այն շատ հարթ է։ Եթե թողնենք այդպես, բնականաբար մեր նյութը չի կպչելու եւ ունենալու ենք օդային դատարկ տարածություններ։ Ինձ միշտ հարցնում եք, թե ինչով խարտենք եղունգները, ինչ խարտոցներ կառաջարկեք, դրա համար վերևում թողել եմ արտիկուլը։ Դեռևս Nunail brand-ում մենք չունենք խարտոցներ, բայց աշխատում ենք այդ ուղղությամբ։ Ես չեմ ուզում, որ brand-ում ունենանք որևէ product ուղղակի ունենալու համար, այլ ցանկանում եմ, որպեսզի այն լինի որակյալ եւ իմ ստանդարտներին համապատասխան։ Ձեր կատարած կուտիկուլայի մաքրման process-ի մաքրությունը եւ իդեալական լինելը կախված է լինելու նրանից, թե դուք որքան կոկիկ ու խորն եք բացել կուտիկուլայի տակ։ Մինչև բոռապարատին անցնելը, մինչև ալմազե ֆրեզային անցնելը, կուտիկուլայի տակ հարկավոր է ստեղծել գրպանիկներ, դա կլինի փուշերով, թե կլինի նարնջի փայտիկով, պարտադիր է անելը եւ խորը գրագետ ու գեղեցիկ։ Գրագետը շեշտում եմ նրա համար, որովհետեւ այդ հատվածում մեր եղունգի մատրիքսն է, արմատը, եւ եթե մենք այն սեղմենք ու դեֆորմացնենք, ապա ամբողջ եղունգի երկայնքով աճելու է դեֆորմացված։ Իսկ ճիշտ մաքրված եւ մշակված աշխատանքի արդյունքում մենք կունենանք իդեալական կուտիկուլա։
Հիմա ձեր էկրաններին տեսնում եք կուտիկուլայի մաքրման ընթացքը ալմազե ֆրեզայով, ինչպես նաև տեսնում եք ալմազե ֆրեզայի արտիկուլը։ Ասեմ ձեզ, որ ալմազե ֆրեզաների տարբեր տեսակներ կան եւ շատ մատչելի կասկածելի տեսակները նրանք են, որ նրա վրայի այս փշրանքները ոչ թե ալմազից են, այլ ուղղակի մետաղական փշրանքներ են եւ դուք 1-2 հաճախորդի սպասարկում եք եւ տեսնում եք, որ վերջ, այլևս ալմազե ֆրեզան ձեզ պիտանի չէ։ Իսկ երբ որ վերցնում եք Nunel բրենդի ալմազե փշրանքներով ֆրեզան, դուք այն օգտագործում եք մեկ հաճախորդի, բնականաբար ամեն հաճախորդից առաջ եւ հետո ստերիլիզացնում եք բոլոր գործիքները եւ սրանով դուք կարող եք մոտավորապես 1 տարի սպասարկել տարբեր հաճախորդների։ Ինչպես ձեր էկրաններին երևում է, թե ինչ արագության է այն հեռացնում կուտիկուլայի տակ եղած ավելորդ մաշկը եւ ավելորդ դուրս ցցված ծլեփները կուտիկուլայի շուրջը գտնվող։ Նախորդ կադրում բոր ապարատը միացված էր forward ուղղության վրա, դուք բոլորդ եթե նայում եք ձեր բոր ապարատին, տեսնում եք forward reverse կոճակը, կամ եթե ավելի մատչելի տարբերակներից եք օգտվում բոր ապարատի, ապա դուք տեսնում եք այնպիսի կոճակ, որի վրա 2 կամ 1 գծիկ է։ Իսկ այս կադրում ինչպես տեսնում եք, բոր ապարատը միացված է արդեն իսկ reverse ուղղության վրա, մաքրում ենք կուտիկուլայի տակ, ինչպես նաև անմիջապես բարձիկների վրայից հեռացնում ենք ավելորդ չորացած մաշկը, որ հետո կտրող գործիքների օգնությամբ չկտրենք եւ հետո ավելի չկոպտանա։ Երբ որ բոլոր կուտիկուլաները մաքրված են բոր ապարատի օգնությամբ, արդեն իսկ անցնում ենք մկրատով կտրելու գործողություններին։ Մկրատներ մենք ձեզ կարող ենք առաջարկել եւ Stalex եւ Nunel բրենդերից։ Մկրատների համար դուք կարող եք գրել մեր անձնական էջերին Nunel brand Instagram-ում եւ Facebook-ում։ Զգուշությամբ, ուշադիր հետևելով մեր գործողություններին, օգտագործում ենք միայն մկրատի քիթիկի հատվածը, մկրատի եզրը բացում ենք շատ փոքր ու քայլ առ քայլ կտրելով գնում ենք առաջ։ Եթե նկատում ենք մի փոքր 2-3 հատ թեփուկ, ապա անպայման դա նույնպես հեռացնում ենք։ Իսկ եթե կտրելուց հետո նկատում ենք կուտիկուլայի տակ դեռևս կպած մաշկ, նույնպես կարող ենք բոր ապարատի օգնությամբ անմիջապես անցնել այդ հատվածով։ Իսկ եթե ցանկանում ենք սովորել մատնահարդարում on-line կամ առկա, ապա գրում ենք ինձ Instagram-ում եւ Facebook-ում Nunel Nail Master էջերին։ Իմ ուսանողների 80-ից 85%-ը on-line սովորող ուսանողներ են, արդեն շուրջ 2000-ից ավելի ուսանողներ եմ ունեցել։ Ինձ կարող եք դիմել դասընթացների համար ցանկացած երկրից, քանի որ ես ուսանողուհիներ ունեմ Գերմանիայից, Ֆրանսիայից, Իսպանիայից, Միացյալ Նահանգներից, Ռուսաստանից, Վրաստանից, դե իհարկե նաև Հայաստանի Հանրապետությունից։ Օնլայն դասընթացների շատ տարբերակներ ունենք մենք, այդ իսկ պատճառով մանրամասներին ծանոթանալու համար հարկավոր է, որպեսզի դուք գրեք էջերին եւ ծանոթանաք այդ մանրամասներին ու ընտրեք ձեզ համար ամենահարմար տարբերակը։ Ինչպես նկատեցիք, յուղազրկեցի եւ ջրազրկեցի եղունգների մակերեսը, այնուհետեւ հիմա ծածկելու եմ բոլոր եղունգների մակերեսը բարակ, հիմնային շերտով, կամ բազայով, կամ եղունգի կերատինով։ Եղունգի կերատինը կարող եք օգտագործել այն դեպքերում, երբ որ ձեր հաճախորդի մոտ կատարված աշխատանքը բացարձակապես չի մնում կամ ունենում է օդային դատարկ տարածություններ, կամ եղունգը ճկուն է, փշրվող է, նուրբ է, շերտավորվող է, վնասված է, հաճախորդը ինքն է պոկել եղունգների վրայից նյութը կամ նյութը ինքնուրույն դուրս է եկել եղունգի վրայից։ Մի խոսքով, բոլոր չստացված դեպքերում կարող եք օգտագործել Nunel բրենդի կերատինը եղունգի համար նախատեսված։
Բոլոր եղունգները բարակ շերտով չորացրեցինք, գցեցինք, կերածին չորացրեցինք լամպի մեջ, այնուհետև անցնում ենք աշխատանքի հաջորդ քայլերին։ Այստեղ ես կատարում եմ արդեն իսկ եղունգի վրա կամուֆլյաժ նյութով ծածկում եմ եղունգի մակերեսը եւ հարթեցնում եմ միանգամից։ Նյութի անունը չեմ շեշտում, որովհետեւ այս նյութի հետ ես չեմ համագործակցում, ուղղակի որպես մատնահարդար, ինչպես բոլոր մատնահարդարները, մոտավորապես մի 8000 հատ նյութ ես էլ ունեմ իմ դարակների վրա շարված եւ բնականաբար այդ բոլորը ես օգտագործում եմ։ Բայց կարևորը ձեզ ցույց եմ տալիս, թե ինչպես է պետք կատարել նմանատիպ աշխատանքը։ Սկզբում ստեղծում ենք թաց հատակ, այնուհետև դնում ենք կաթիլ եւ մեղմորեն առանց եղունգի մակերեսին դիպչելու տարածում ենք նյութը, այլ ընդհանրապես կպչում ենք միայն նյութի կաթիլին եւ տարածում։ Ու քանի որ վերջում հաճախորդուհին հիշեց, որ ինքը իրականում կաթնագույն էր ուզում, այլ ոչ թե մի փոքր երանգով, մենք որոշեցինք, որ որպես վերջնական աշխատանք, որպեսզի գույնը նաեւ կոտրվի, ծածկենք Nail Brand-ի կաթնագույն տոպի օգնությամբ եւ շատ մեղմվեց իրականում իր գույնը եւ չմնաց այնքան կրեմային, ինչքան որ սկզբում ստացվել էր։ Ինչ շատ եք հարցնում, թե արդյոք Nail Brand-ի գունավոր տոպերի վրայից տոպով պետք է ծածկել։ Ոչ, սիրելի հետևորդներ, սա տոպ է։ Սա 5-1-ում տոպ է։ Այն միանգամից երանգ է ստեղծում ձեր եղունգի վրա, ամրացնում է ձեր բնական եղունգը, հիպոալերգիկ է, ինչպես նաև հարթվում է եղունգի վրա եւ վերջիվերջո այն տոպ է եւ դուք տոպի շերտով ծածկելու կարիք ընդհանրապես չունեք։ Տոպի օգնությամբ ինքնահարթեցնելու իրավունք եւս ունեք, ու հիմա շատ արագ բոլոր եղունգները ծածկում եմ, հարթեցնում եմ, ուղարկում եմ լամպ չորանալու եւ թողնում եմ, որպեսզի լիարժեք չորանա, 120 վայրկյան պարտադիր չորանա, ինչպես նաեւ որպեսզի լինեմ ավելի վստահ, 10 վայրկյան էլ բութմատները առանձին եմ չորացնում, որովհետեւ տոպի շերտից հետո ես դեռ պետք է խարտեմ եղունգները, ինչպես տեսնում եք, եզրերը դեռ նորմալ ֆորմա չունեն։ Կարող եք միանգամից եւ բոռապարատով խարտել եղունգների եզրերը եւ անմիջապես անցնել խարտոցի։ Այ հիմա վերջնական տեսքի բերենք եղունգները, սկսում ենք խարտել, շատ կոկիկ, շատ զգույշ, որ հանկարծակի խարտոցը չդիպչի եղունգի մակերեսին, քանի որ արդեն վերջնական տոպի շերտը կսված է։ Այ հիմա տեսեք, նորմալ եղունգի եզրը ստացվեց, բայց եղունգը ներքևի կողմից, տակի կողմից ունի հաստություն, բնական եղունգ եւ նախկին նյութ։ Դեռևս աշխատանքը ավարտված չէ, բնականաբար խարտոցի աշխատանքից հետո բոռապարատի օգնությամբ եղունգները հակառակ կողմից, մեջի կողմից եւս պետք է մշակվեն եւ ստացվեն մաքուր կոկիկ նուրբ եզրերով եղունգներ։ Մի անհանգստացեք, այն ամուր է լինելու, քանի որ մենք ընդհանրապես մշակում ենք եղունգի եզրերը, այն խորքային չենք բարակեցնում։ Այդ իսկ պատճառով եղունգը կլինի ամուր։ Այստեղ դուք ձեր էկրաններին տեսնում եք բնական քառակուսաձև եղունգներ։ Այստեղ ոչ մի տեսակի մոդելավորում կատարված չէ, օգտագործված չեն գելեր, պոլիգելեր կամ այլ կառուցողական նյութեր։ Սա բնական քառակուսաձև եղունգ է։ Եվ եթե ձեր հաճախորդը գալիս է ձեր մոտ ու դուք կատարում եք սովորական գելլակ, որտեղ դուք օգտագործել եք բազա, գույն եւ տոպ, դուք երբեք չեք կարող մոդելավորել այդ եղունգը այդ նյութերի շնորհիվ։ Իհարկե կարող եք բազայի օգնությամբ հարթեցնել բնական եղունգը, տոպով կարող եք վերջնական ֆորմայի բերել, բայց մոդելավորված եղունգ որպես չի ստացվելու եւ երբեք թույլ մի տվեք ձեզ քարկոծել, որովհետեւ այդ ինստագրամյան եղունգները, երբ որ դուք տեսնում եք Instagram-ում, դուք տեսնում եք միայն մոդելավորված եւ իդեալական հաճախորդների եղունգներ։ Երբ որ ձեզ մոտ գալիս են օրական կամ ամսական 100 հաճախորդ, ապա իմացեք, որ այդ 100 հաճախորդից ընդամենը 10 հոգունը կարող է լինել Instagram-յան եւ բնական
բնականից արդեն իսկ իդեալական եղունգներ, որոնք էլ որ կլինեն նաև մոդելավորվող եղունգներ եւ իրականում այդպիսի նկարները նոր տեղադրվում են Instagram, իսկ ամենօրյա աշխատանքները ոչ ոք չի տեղադրում իր Instagram-յան էջ։ Եվ մի գաղտնիք էլ բացեմ, որ ոչ բոլոր հաճախորդներն են, որ գալիս են մոդելավորված եղունգների հետևից։ Մեծամասնությունը գալիս է սովորական, բնական, տնական այսպիսի հարդարանքի հետևից, որտեղ կա ընդհանրապես բազայի շերտ, գույնի շերտ եւ տոպի շերտ։ Խնդրեմ, այսօրվա կոկիկ քնքուշ աշխատանքը պատրաստ է, այն ամենօրյա հարդարում է, շատ հարմար է մամաներին, մեր հաճախորդին եւս մամա է եւ նրան այս չափը շատ հարմար է։ Տեսեք որքան կոկիկ, մաքուր ու իդեալական աշխատանք է կատարված։ Շնորհակալ եմ, որ հետևեցիք աշխատանքին, շատ ուրախ եմ, որ դուք հետևում եք իմ էջին եւ սովորում եք նորանոր գիտելիքներ եք ստանում, ինչպես նաեւ նյութերի մասին եմ ես մանրամասն խոսում, այնպես որ շնորհակալ եմ ձեզ, որ հետևում եք իմ էջին։ Կհանդիպենք մյուս հոլովակների ժամանակ։